անարժան ծառաներ ենք, արեցինք այն ինչ որ պիտի անենք, բայց այդ անալիզ ենք անում, շատ մեղքեր են գտնվում մեր մեջը, այդ դեպքում մենք այդ անարժան ծառաներից ավելի ցածր ենք, բայց այսօր Տերը ուզում է բարձրացնել, եւ մի բան եմ ուզում ասել, ես նայում եմ այդ քանակության երիտասարդներին, բոլոր ներկաներին, ասում եմ Հիսուս, ինչ լավ կլինի, որ բոլորը սիրտը տան, իրեն լրիվ տան, ոչ թե այնպես կիսատ պրատ, եղբայրներ ջան, կիսատ պրատ ապաշխարությունը չի հասնում փրկությանը։ Այսօր, ինչպես եղբայրը ասեց, թամամ ավետարանը քարոզվում Հայաստանում։ Տերը թողնի, Տերը թոզուրացնի ամեն մեկից։ Հիշում եք այն պահը, երբ որ Հիսուսը մեծ ամբողջներ էին հավաքված եւ աղոթեց բոլորի ներկայությամբ եւ կատարվեց մեծ գերագույն հրաշք, երկինքը եւ երկիրը այցելվեց Սուրբ Հոգով եւ որոտունքի ձայնով հայրը խոսեց, երբ որ որդին խնդրեց, հայր, փառավորի քո որդուն եւ նա քեզ կփառավորի։ Եվ գիտեք ինչ, եւ երկինք եւ երկիրը որոտմունքի մեջ էր այս ժամանակը եւ լսեցին բարձ ձայն, փառավորեցի եւ նորից կփառավորեմ, ասենք փառք Տերոջը։ Այսօր Տերը փառավորվում է, Տերը ուզում է նորից փառավորվել այստեղ։ Այդքանից որ տեսնում ենք, դրանից ավելին կլինի թե չի լինի։ Այդ խոսքը մեզ էլ է վերաբերվում, բայց դրա համար պետք է մաքրվել։ Եկեք մենք այսօր այդ պատմական նշանը դնենք եւ ասենք, Տեր Աստված, ահա, ես իմ սիրտը լրիվ եմ տալիս քեզ եւ ինչ որ պետք կլինի քո Սուրբ Ավետարանը տարածելու ժամանակը սիրով ընդունենք։ Իհարկե, խաչեր կլինեն եւ խարույրներ, բայց այդ բոլոր բաներից վախենալ պետք չի։ Տերը իր խիզախ բանակը սկսել է հավաքել։ Ով կասի ես ուզում եմ մեր զինվորը լինել, բարձրացնենք ձեռքերս։ Ով ուզում է Հիսուսի զինվորը լինել, ամբողջովին, ոչ թե կիսատ պրատ, ամբողջովին Տերը ձեր ցանկությունը կկատարի։ Իսկ հիմա ասենք, Տեր Աստված, դարձյալ մենք մեղավոր ենք, բոլորս այստեղ, որովհետև այն փառքը, որը Տերը արժանի է, մենք չենք տալիս Տիրոջ այդ փառքը։ Եվ այդ կիսատ պրատ վիճակում կերակուրներ ենք ուտում, սիրիալներ եւ այլ։ Իհարկե, այսօր ապաշխարենք եւ այդ բարի լուրը տարածենք, նայողը իրավունք չունի Տիրոջ մարմինը եւ արյունը ճաշակել։ Իսկ մեծ պատիժ է սպասում, որ անարժանա վերցնում այդ հացը եւ այդ գավաթը։ Բացի սրանից այն երեցները, որոնք նայում են եւ չեն կանգնացնում այդ մեծ մեղքը, այլ հաղորդություն տալիս են, ինքներն են նայում եւ մնացածին Տիրոջ կողմից մեծ բարկություն է սպասում։ Այդ երեսներին, որոնք նայում են եւ ասում են ոչինչ, նայեք, կան էպես։ Նայեք այդ վերջին լուրերը, բայց վերջին լուրերը Հայաստանում առանց մերկության, առանց այդ եղտոտության չի լինում։ Եթե ուզում ես մի հատ ռադիո առ $10 լսի, բայց մի նայի, ինչու Հիսուսը ասեց այդ հրաշալի օրհնյալ խոսքերը, մարմնի ճրակը աչքն է, այդ աչքից բոլոր կենտրոնները այդպես ասած ուղեղի կապված են եւ մարդը այդ մեղքի մեջ է եւ դրանից միասին ուզում եմ մի բան ասել չմոռանանք փակ սենյակը հաճախ մտնել օրվա ընթացքում նստում ես ռուլին կապվի Տիրոջ հետ գործես անում կապվի Տիրոջ հետ քայլում ես կապվի Տիրոջ հետ աղոթենք եղբայրներ ջան մենք հիմա այդ նշանը դնենք եւ կատարյալ ապաշխարության գանք այն ժամանակը թամամ ավետարանը կլինի մեր սրտների մեջ ոչ թե ասուկոսը ալետես ով կասի ես ուզում եմ այսպես գնալ լեցված մեղքերից ներված ազատված բերդաթափված վիճակում եմ ուզում գնալ այստեղից եւ փոփոխությունը զգամ իմ մեջ իմ եկեղեցու մեջ իմ ընտանիքի մեջ աղոթում ենք ինչ որ նայել ենք այսօրվանից չնայենք
Աստված օրհնի ձեզ։ Ես ասում եմ նոր հոգիներին էլ պատահական են եկել, թե ոնց Աստված իրանց սիրում է։ Աստված թե այնպես է օրհնություն թափի, ինչպես ներքինի վրա թափեց։ Կարճ կես ժամվա ընթացքում նա լրիվ նվիրվեց եւ ծնվեց Սուրբ Հոգով, ասենք փառք Տիրոջ։ Եվ այն եղբայրներին, քույրերին ուզում եմ ասել, որոնք արդեն պատրաստ են Սուրբ Հոգին ստանալ, աղոթենք, որ Տերը թափի իրանց վրա այդ մեծ օրհնություն։ Աղոթենք։ Восхитится, Господи, имя Твое, восклицаю и внемлю чудесной мольбе, бесконечно шумящий листе и траве, беспорочно не знающий на земле. Մեր ներսում այդ դժվարությունը կա, ինչպես Նաբուկոդոնոսորը այսպիսի խոսք արտահայտվեց,
Այն օրերի վերջը ես Նաբուկդոնոսորս աչքերս դեպի երկինք վերցուցի։ Հիմա եթե դժվարության մեջ ես, աչքերը դեպի երկինք վերցուր, եւ նրա հոգու հայտնության խոսքը սորտիմը թող դաջվի, եւ այդ իրողությունը քեզի կյանքի կոչի։ Եվ այն ամեն ժամանակ դու նույնպես աշխարհը քեզի համար արդեն խաչված կհամարես։ Թող Աստծո Սուրբ Հոգին մեր ներսը աշխատի եւ հիմա եղբայրները կշարունակեն այս ուսուցումը եւ ավելի խորապես մեր սրտներում կդաջվի, կհաստատվի, որ մենք նայենք նրա փառած շնորհքին, ել ավելի ցնծությամբ փառավորենք նրա Սուրբ անունը, որ այս ամենը մեզի համար պատրաստեց։ Հիմա կանգնենք ոտքի վրա, նորից փառավորենք նրա Սուրբ անունը, նա օրհնյալ է հավիտյանս հավիտենից, թող փառավոր լինի նրա Սուրբ անունը։ Շնորհակալ ենք։
որ ես ուզում եմ խոսեմ հետևյալն է։ Ինչպես մարդ պետք է ունենա Աստծո խոսքը, եւ Աստծո խոսքը ունենալու մեջ ամենակարևոր գործոնն է, դա Քրիստոսի խաչն է։ Եվ ամբողջ թեման Աստծո ողորմությունով ես խոսելու եմ կառուցված է հենց Քրիստոսի խաչի վրա։ Եզեկիել մարգարեություն 36-րդ գլուխ 25-րդ խոսքը։ Եզեկիել մարգարեություն 36-25-ը։ Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծություններից, եւ ձեր բոլոր կուրքերից ձեզի պիտի մաքրեմ։ Հալելույա Աստծուն։ Իսրայելի ժողովուրդը հրյաները այս խոսքը ավելի լավ գիտեին, որովհետև Աստված ասեց, ես մաքուր ջուր պիտի սրսկեմ ձեր վրա։ Սա սովորական ջուր չէր, հրյաները գիտեին իրանց կանոնները։ Դա մեղքի պատարագի ջուրն էր, դրա մասին գրված է Թվոց 8-րդ գլուխ 7-րդ խոսքում։ Դրա մասին հիշատակվում է նաև Թվոց 31-23-ը։ Թույլ տվեք ես ընթերցեմ Թվոց 8-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Եվ զանոնք մաքրելու համար այսպես պիտի հնես անոնց, մաքրության ջուրը սրսկի նրանց վրա, եւ որից հետո գրված է նրանք պիտի մաքրվեն։ Թվոց 8-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Իսրայելի ժողովուրդը գիտեին այս օրենքը, գիտեին այս կանոնը։ Եվ եթե Իսրայելից որևէ մեկը մեղքի եւ հանցանքի մեջ էր, եւ հանկարծ ինչ որ մի պիղծ բանի պատճառով նա մեղավոր էր, Աստծո խոսքի մեջ կար այսպիսի օրենք, նա պետքա գնար քահանայի մոտ։ Քահանան նրա վրա պիտի սրսկեր մաքուր ջուրը, այլ կերպ ասած դա սուրբ ջուր էր, եւ որից հետո նա պիտի մաքրվեր իր բոլոր պղծություններից։ Բայց այդ ջուրը կրանտից վերցված ջուր չէ, դա սովորական ուղղակի պարզ ջուր չէր, դրա մասին ավելի հստակ խոսում է Թվոց 19-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Թվոց 19-17-ը։ Եվ անմաքուր եղողի համար, այն մեղած համար այրված երնջի մոխիրը վերցնելով, մոխիրի վրա կենդանի ջուր պիտի դնես։ Եվ որից հետո Տիրոջ խոսքն ասում է, որ մաքուր մարդը մաքուր մեկը կարող է վերցնի քահանաներից մեկը, եւ այս մաքուր ջրով սրսկի մեղավորին, այդ պղծվածին, եւ նա մաքրվում էր իր բոլոր տեսակ պղծություններից։ Այսինքն եթե մեկը ինչևիցե մի դիակին կպած լիներ, նա անմաքուր էր։ Եթե ինքը անմաքուր որևէ բանի կպած լիներ, նա անմաքուր էր, եւ Աստծո խոսքի համեմատ նա պետքա սրբվեր։ Եվ այդպես Աստված տվել էր իր խոսքը, Աստծո օրենքի համեմատ քահանան սուրբ ջուրը պիտի սրսկեր այդ մեղավորի վրա, եւ նա պիտի մաքրվեր իր մեղքերից, իր պղծություններից։ Սա քահանայի գործն էր։ Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ես կարդացի Եզեկիել մարգարեության մեջ գրված է, եւ ստեղ քահանան չի ասում, սա մարդը չի ասում, բայց Աստված հայտարարում է ասելով, որ պիտի լինի ժամանակ, որ ես իմ ջուրը պիտի սրսկեմ ձեր վրա։ Եվ դուք պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծություններից։ Մենք Ղևտացիների գրքից Թվոց գրքից հասկանում ենք, որ այս ջուրը մաքուր ջուրը սարքում էին քահանաները, պատրաստում էին քահանաները, բայց երբ որ Աստված ինքը հայտարարեց եւ ասեց ես մաքուր ջուր պիտի սրսկեմ, այդ թեման սա է, որն է այդ մաքուր ջուրը, որ Աստված պիտի սրսկեր մեր վրա։ Որպեսզի նախ գլխավոր իմաստով հասկանանք Աստվածային մաքուր ջուրը, նախ ուղիղ իմաստով հասկանանք որն էր այն ջուրը, որ քահանան սրսկում էր ժողովրդի վրա։ Երկու կարևոր բան 19-րդ խոսք, 19-րդ գլուխ 17-րդ խոսքի մեջ Թվոցի այսպես ասում. Քահանան պետքա վերցներ ջուրը, աղբյուրի ջուրը նա պետքա վերցներ, եւ որից հետո այրված երինջի մոխիրը, սա պատարագի մոխիրն էր, սա սուրբ մոխիրն էր, եւ ջուրը պետքա դներ այս մոխիրի վրա, եւ որից հետո այս ջուրը կոչվում էր կենդանի ջուր, այս ջուրը կոչվում էր սուրբ ջուր, այս ջուրը կոչվում էր մաքրության ջուր, այս ջուրը մարդուն կարար մաքրեր, մարդուն կարար սրբեր։
Քահանան իրավունք չուներ վերցներ միայն ջուրը եւ այս ջրով սրսկեր ժողովրդին, նա այս իրավունքը չուներ։ Ուղղակի պարզ ջրով սպասքները սրսկեր, նա այս իրավունքը չուներ։ Որովհետև Աստված օրենքի Աստվածը, նա իր խոսքի հետևում է, քահանան պետք է վերցներ ջուրը եւ նա պիտի դներ այրված մոխիրի վրա, զոհաբերությունից առաջացած մոխիրի վրա, եւ որից հետո հենց այդ նույն ջուրը, որը մոխիրի վրա դրվել էր, պետք է վերցներ եւ սրսկեր ժողովրդի վրա։ Հիմա Աստված այսպես է իր ժողովրդի մեջ խոսում, նա ասեց, որ պիտի լինի, որ վերջին օրերում իմ ջուրս պիտի սրսկեմ, սա մարգարեություն է այս օրերի համար, եւ այս օրերի մեջ եկեղեցին հենց այս ջրի կարիք ունի։ Եթե հին ուխտում այդ ջուրը այդպես էր սարքվում, բայց նոր ուխտում դրա խորհուրդը հետևյալն է, Աստված իր գրավոր խոսքը, գրավոր հայտնությունը, Աստվածաշունչը ուղարկել է 2000 տարի առաջ, այդ խոսքը այսօր կա, այդ խոսքը այսօր լսվում է բոլոր կաֆեդրաներից, բոլոր բեմերից լսելի է այդ խոսքը, բայց որպեսզի այդ խոսքը դառնա կենդանի ջուր, Աստծուն պետք է նաև երկրորդ կետը, զոհաբերությունից առաջացած մոխիրը։ Առաջինը կա, Աստված բոլոր դարերի մեջ խոսացել է, Աստծո խոսքը ծածկված չի, այդ գիրքը տպագրվում է բոլոր լեզուներով, այդ գիրքը տպագրվում է եւ քանակ ամենաշատն է, այսօր Աստծո գրքի կարիք չկա կարծես թե ամբողջ երկրագնդի մեջ, բայց թեպետ այդ խոսքը իրականության մեջ կա, այդ ինֆորմացիան կա, բայց շատերի համար այդ խոսքը հայտնություն չի, շատերի համար կենդանի չի այս խոսքը, շատերի համար մաքրության խոսք չի, սրբության ջուր չի շատերի համար, որովհետև երկրորդ կետն է խնդիրը առաջինի մեջ չի, բայց խնդիրը երկրորդի մեջ է, արդյոք այդ մոխիրը կա այսօր, որ Աստված այդ ջուրը դնի մոխիրի վրա եւ այդ ջուրը դառնա կենդանի։ Գիտեք, այսօրերի մոխիրը սա է, Աստված ուզում է եկեղեցու մեջ ունենա երիտասարդներ, որոնք բարձրացած կլինեն զոհասեղանի վրա, Աստված ուզում է ունենա մարդիկ, որոնք Գողգոթա բարձրանալ գիտեն, մարդիկ, ովքեր Քրիստոսի խաչի վրա մեկանալ գիտեն Աստծո հետ, ովքեր Քրիստոսի մահ ամբողջ սրտով ընդունում են, եւ Քրիստոսի խաչի վարդապետության սուրբ կրակը պիտի այրի այն մարդուն, ով որ գալիս է եւ բարձրանում է զոհասեղան, եթե ես ու դու բարձրանանք զոհասեղան, եւ Քրիստոսի կրակը գալով մեր վրա, մեզանից մնա ոչինչ, մեզանից մնա հող եւ մոխիր, այդ ժամանակ երբ որ Աստված դնի իր ջուրը, այս մոխիրի վրա, այդ ջուրը կդառնա կենդանի ջուր։ Հիմա Եզեկիել մարգարության մեջ մարգարեն ասում է, պիտի լինի, որ իմ ջուրը պիտի սրսկեմ, այ Աստծուն այս ջուրն է պետք, նա այսօր մանագալում թե կգտնի անոթներ, որոնց մեջ գտնի իր ջուրը, անոթներ, որոնց մեջ մոխիր կա, մարդիկ, որոնք բարձրացել են Գողգոթա, մարդիկ, ովքեր մեռել են Քրիստոսի հետ, մարդիկ, որոնք ընդունել են Քրիստոսի խաչի վարդապետությունը եւ իրանց անձը մեռել է իսպար խաչի վրա եւ իրանցից մնացել է միայն հողը եւ մոխիրը, Աստված մանագալի սենց մարդիկ։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, եւ պիտի լինի, որ ես իմ ջուրը պիտի սրսկեմ նոր ուխտի ժողովրդի վրա, նա այսպես է սրսկելու իր ջուրը, նա մանագալու մարդիկ, որոնք ուղղակի Քրիստոսի խաչի հետ մեկացած են, որոնք ոչինչ են, Աստված այս անոթների մեջ դնելու է իր կենաց խոսքը, դնելու է իր ջուրը եւ այս ջուրը դառնալու է սուրբ ջուր մաքրելու համար։ Գիտես անգամներ, ինչն է պատճառը, երբ որ մենք խոսում ենք փոխանակ մեր դիմացինը մաքրվի, բայց ավելի կարան գնի մեղքի մեջ մեր խոսալուց։ Մեր պատասխաններից դիմացինը ավելի կարող է ներվայնան, ավելի խնդիրների եւ մեղքերի մեջ կարող է ընկնի, ինչն է պատճառը, որ այսօր շատերի բերանից եղած խոսքը բժշկություն չի։ Ինչն է պատճառը, թեպետ մենք կարող ավետարանից խոսենք, բայց անգամներ ավետարանից խոսելուց անգամ մարդիկ դիմացիներին կարողանում են նեղացնեն եւ վշտացնեն։ Պատճառը հետեւյալն է։ Եթե ես այդպիսի մարդ եմ, նշանակում է իմ մեջ չի կա այն մոխիրը, որ Աստված իր ջուրը դներ եւ այդ ջուրը դառնար կենդանի ջուր։ Այ Աստծուն այսպիսի հայտնություն ունեցողներ են պետք։ Այսինքն մարդիկ, որոնք սովորել են բարձրանալ Քրիստոսի խաչի հետ, խաչվելով մեկանալ նրա հետ, սովորել են ջախջախվել Քրիստոսի ներկայության մեջ, սովորել են անձը ուրանալ, սովորել են ունայնանալ, սովորել են ցածրանալ եւ հող ու մոխիր լինել։
Եվ հիմա ես ուզում եմ Սուրբ գրքից մի քանի օրինակներ բերեմ։ Մարդիկ, որոնք իրապես այս օրինակը թողեցին մեզի, որոնք կարողացան բարձրանալ զոհասեղան, թե հին ուխտում, թե նոր ուխտում, բարձրացան զոհասեղան, արդյունքում Քրիստոսի կրակը այրեց իրաց ամբողջությամբ, եւ այս անոթների մեջ Աստված դրեց իր ջուրը, եւ այս ջուրը դարձավ մաքրող ջուր։ Հալելույա Աստծուն։ Մենք պիտի այս սիրտ ունենանք Տիրոջը ասելու Աստված իմ, ես ուզում եմ լինեմ այս անոթը, Տեր, ես ուզում եմ լինեմ այն մարդը, որ դու քո խոսքը կուղարկես ի մեջ եւ այդ խոսքը կենթանանա ի մեջ։ Բայց եթե այդ մոխիրը չկա, Աստծո խոսքը հայտնություն չի, կարող է տեղեկացված լինենք, կարող է մենք աստվածաբանության մասը հասկանանք, մենք շատ գիտություններ ունենանք, մարդուն կարող է հարցնես ինչ ասերը, նա այնքան կարող է խոսի, որ քո ականջները հոգնի, բայց այդ իր կյանքը չի։ Բայց իրապես Աստծո խոսքը կենթանի է լինում մաքրելու համար, սրբելու համար, ազատագրելու համար, երբ որ մեջտեղը մոխիր կա։ Այսինքն, երբ որ մարդիկ սովորում են բարձրանալ Գողգոթա, մարդիկ սովորում են մեռնել Քրիստոսի հետ, Քրիստոսի խաչը կրեն, Քրիստոսի խաչը ունենան։ Հիմա ես մի քանի օրինակներ եմ վերցրել սերներ Աստծո խոսքից, ես ուզում եմ փոխանցեմ ձեզի։ Հոբ, ես ուզում եմ արագ այտենց անգիր ասեմ եւ անցնենք առաջ ժամանակի առումով։ Հոբի գիրք 2-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Այսպես ասում Տիրոջ խոսքը, երբ որ Հոբին նեղությունները պատահեց, եղբայրները շատ սրա մասին խոսել են, երբ որ Հոբը երիտասարդ էր, այո, ծերերը ոտքի էին կանգնում, երբ որ Հոբը գնում էր, երբ որ Հոբը քայլում էր, բոլոր իմաստունները իրանց ձեռքերը դնում էին իրանց բերանին, բայց եկավ ժամանակ, որ Աստված ավելի փառավոր ծրագիր ուներ Հոբի համար, որովհետև Տիրոջ խոսքը գրված է, որ Հոբի վերջը ավելի լավ էր, քան սկիզբը, եւ Աստված որոշեց, որ Հոբը ավելի փառավոր պիտի լինի։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստված Հոբին սովորացրեց բարձրանալ զոհասեղան։ Աստված Հոբին սովորացրեց բարձրանալ խաչը։ Աստված Հոբին սովորացրեց մեռնել։ Երբ որ Աստծո կրակը բարձրացավ Հոբի կյանքի մեջ, մենք տեսնում ենք Հոբը այսպես ասում 8-րդ խոսքի մեջ, ասում է ես նստեցի մոխիրի վրա, ասում է խեցիով սկսեցի քերել իմ մարմինը եւ նստեցի մոխիրի վրա։ Գիտեք, շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ Աստված իր կրակը ավելի թեժացրեց Հոբի կյանքում, որովհետև զոհաբերության մեջ կանոն կար, երբ որ մենք հին ուխտը ուշադիր կարդում ենք, մենք տեսնում ենք զոհաբերությունը պետք է ամբողջությամբ կատարվեր։ Փայտերը քահանաները այն չափի պիտի դնեին, իրանք մոտավորապես այնքան